որպես հակակոռուպցիոնի ղեկավար կարող եք նոր եք, բայց ամեն դեպքում ուզում եմ ձեր գնահատականը լսել։ Տեսեք, երբ որ իշխանության մերձավորները, օրինակ Աննա Հակոբյանը ճաշկերույթ է կազմակերպում, օրինակ 1 միլիոն գումարով գործարարների է բարեկամաբար հրավիրում, դուք այստեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք եւ ընդհանրապես դուք ունեք իրավասություն, օրինակ Իմ քայլը հիմնադրամը ստուգելու, այնտեղ բացահայտումներ անելու, թե ինչ որ կաշկանդվածություն կա։ Որևէ կաշկանդվածություն հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում նաև ես չունենք որևէ դեպքի մասով, եթե ունենում ենք տեղեկություններ հանցագործության վերաբերյալ, թե օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ եւ թե համապատասխան հիմքերի դեպքում նաև վարույթ նախաձեռնելու եւ արդեն քերադատավարական օրենսգրքով սահմանված կարգով կիրականացվի համապատասխան գործողություններ, այդ թվում նաև նախաքննություն։ Տեսեք, նախընտրական շրջանում շարունակում ես Պարզապես դուք կոռուպցիա տեսնում եք այդ գործընթացում, այսինքն կոռուպցիոնից որ բաներ կան։ Ես կներեք, բայց չեմ կարող հիմա հասկանալ, թե դուք ինչ նկատի ունեք, ինչ դեպքի վերաբերյալ է ձեր հարցադրումները։ Ճաշկերույթներ մեծ գործարարների ամեն դեպքում պարտադրված, երբեմն այդ մասին ասում են, ճիշտ է հրապարակավ խուսափում են, բայց ամեն դեպքում օրինակ 1 միլիոնով կամ հիմա այդ ճաշկերույթը ավելի բարձր գներով, այդ ամեն ինչի մեջ կոռուպցիա կա թե չէ։ Ամեն դեպքում ես ուզում մեկ անգամ եւս նշեմ, որ թե դատախազությունը, թե հակակոռուպցիոն կոմիտեն իր գործունեության ընթացքում բարբերաբար մոնիթորինգ է իրականացում, այդ թվում նաև մամուլի հրապարակումներ է ուսումնասիրում, եւ եթե գտնում է, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ, ապա պարտադիր այդ կապակցությամբ կիրականացվի համապատասխան վարույթ։